Բարև ձեզ, ուրախ եմ ձեզ այսօր տեսնել մեզ մոտ, ուրախ եմ, որ մենք բոլորս հավաքվել ենք մի հարգի տակ, նույն գաղափարի շուրջ, դա մեզ կապող սերն է, հետաքրքրությունն է դեպի ազգային մշակույթը, ժողովրդական, ստեղծագործական ոգին, որը յուրաքանչյուր ժողովրդի մոտ շատ ազնիվ է լինում, շատ գործածական է լինում և շատ պրակտիկ է լինում։ Այսօր մենք խոսելու ենք իշխանած պարի մասին։ Իշխանած պարը երևի վերջի 15-20 տարիների ընթացքում է, որ մեծ տարածում է ստացել, հայտնի է դարձել մեզ մոտ, մեր շրջանում և դրանից առաջ ինքը այդքան էլ հայտնի չի եղել։ Չնայած կարելի է նույնը ասել նաև ազգային շատ և շատ ուրիշ պարերի մասին էլ, որովհետև 20 տարի առաջ պարի խմբեր ավելի քիչ էին, գործունեությունը ավելի սահմանափակ շրջանակի մեջ էր և այսօրվա հետ անհամեմատելի փոփոխություններ ու առաջընթաց ունենք մենք։ Հիմա իշխանած պարը պարսկահայքի շրջանի պարերից է, ինքը հայկական լեռնաշխարհի արևելյան շրջանի գավառն է, մենք այնտեղ ունենք Խոյ, Սալմաստ, Ուրմիա քաղաքները։ Հիմնականում այդ շրջանում է ինքը տարածված եղել, այսինքն պարի հայրենիքը, ասենց ասած, փոքր հենց այդտեղ է, եւ ասեմ ձեզ նաեւ, որ հայրենիք բառը միայն միջնադարում է, որ սկսել է վերագրվել ամբողջական մեր պետության տարածքին։ Հայրենիքը դա իշխաններին կամ սեպուհներին պատկանող առանձին տարածքն է եղել, որտեղ իրենք ապրել են, դա իրենց հայրական ժառանգությունն է եղել, եւ երբ իրենք ասել են հայրենիք, դա իրենց հորից ժառանգած տարածքն է եղել, եւ միջնադարում է, որ այսօրվա բովանդակությունն է հայրենիք բառը ստացել։ Հիմա պարի հայրենիքը պարսկահայքի շրջանն է, ինքը պարսկահայքում մենք ունեցել ենք բդեշխություն, ինքը սահմանային մեծ իշխանական միավոր էր եւ բդեշխները ունեին մեծ զորք, ունեին հարստություն, ունեին իշխանություն եւ եթե մյուս իշխանները ունեին 500, 1000, 200 զինվոր, իրենք ունենում էին 10,000, 20,000 զորք, որը սահմանային 4 բդեշխություններ ունեին, որոնք պետք է հսկեին երկիր մտնող հիմնական 4 մայրուղիներին։ Հայկական լեռնաշխարհը, ինչպես նայում եք, եթե իրեն ֆիզիկական քարտեզով, չէ, նախորդը թող մնա, ֆիզիկական քարտեզով ցույց տանք, ինքը 4 կողմից լեռներով է շրջապատված եւ վերևում ունենք Կովկասյան լեռնաշղթան, ներքևում ունենք հայկական ինչ էր մոռացա Պոնտական լեռնաշղթան ունենք եւ հայկական Տավրոսի լեռնաշղթան ունենք եւ 4 կողմից ինքը քանի որ լեռնաշղթաներով շրջապատված է ունենում ենք շատ քիչ մուտքեր որտեղ կկարողանան մեծ զորքեր մտնել այսինքն մեծ զորքը 80 հազարանոց 100 հազարանոց զորքը ինքը շարժվելուց միայն հետիոտն չեն լինում իրենց հետ լինում են ոչխարների հոտեր, նախիժներ են լինում, իրենց սնունդն է լինում, գումակ կոչվածն է լինում, որը իր հետ տանում է այդ ամբողջ ուտելիքը, խոհանոցը ոնց են եփում, պատրաստում, քաղաք պաշարող մեքենաներն են եղել, քարանետ մեքենաներ, բաբաններ եւ այլն, ու այս ամբողջը տանելու համար մի հատ նեղ արահետը հերիք չէր։ Եվ դրա համար մեծ ճանապարհներ էին պետք։ Մեծ ճանապարհները անցնում են դաշտավայրերով։ Եվ այս դաշտավայրերի մեծ ճանապարհների վրա մենք ունեինք մեծ իշխանություններ, բդեշխություններ, Գուգարաց բդեշխությունն ունեինք, Պարսկահայքում ունեինք բդեշխություն, Կորճայքում ունեինք ամենահարավային շրջանում բդեշխություն ունեինք եւ իրենք հիմնական այս ճանապարհների վրա էին, որպեսզի չթողնեին։ Հիմա մեր հակառակորդը շատ հնուց
քանի որ հին ժամանակներում եղել է հիմնականում Պարսկաստանը, ինքը եթե անցել է Պարսկահայկի բդեշխությունը, ինքը հայտնվել է անմիջապես Արարատյան դաշտավայրում։ Եվ դրա համար մեր շատ ճակատամարտեր հենց եղել են Արարատյան դաշտավայրում կամ դրան մերձ, որովհետև Արաքս գետի հովտով լայն ճանապարհով գալիս էին Ավարայրի ճակատամարտը, Ակորի ճակատամարտը, չգիտեմ, Դվինի, Արմավիրի, սրանք բոլորը պարսկական կողմից գալիս հասնում էին մինչև գրեթե մեր մայրաքաղաք։ Հիմա այս սահմանային բդեշխությունները կոչված էին պահպանելու, ոնց որ պաշտպանելու սահմանները, դիմադրել թշնամուն հնարավորինս երկար, մինչև թագավորը հիմնական զորքը հավաքեր եւ հասներ, հին ժամանակների պայմաններում դա կարող էր տևել ամիսներ։ Այսինքն մինչև ինքը նամակներ ուղարկի ձիով գնան գյուղապետերին ասեն, գյուղապետերը հավաքեն տեղի աշխարհազորը եւ այլն։ Ուրեմն իշխանած պարը, ինչպես նշվեց, Պարսկահայկի շրջանի պարերից է եւ մեր սահմանային քաղաքները միշտ կապ են ունեցել հարևան պետությունների հետ, երբեմն նաեւ մեծ ազդեցություն են կրել հարևան պետություններից։ Օրինակ Պարսկահայկի շրջանում մեծ է եղել Պարսկաստանի ազդեցությունը։ Գուգարկում, հյուսիսային Հայաստանում մեծ է եղել Վրաստանի ազդեցությունը։ Արևմտյան թևում մեծ է եղել հռոմեական, հունական ազդեցությունը եւ երբեմն մեր նախարարները, մեր էլիտաները իրենց տները զարդարել են հենց հունական կահկարասիով կամ պարսկական։ Ոնց է հիմա մեզ մոտ մի մասը եվրոպական կրթություն է ստանում, անգլերեն է խոսում, մի մասը ռուսական ավելի հակումներ ունի, բարեկամներ այդտեղ են եւ այլն։ Պատկերացրեք նույն այսօրվա իրականությունը նաեւ արկա է եղել իր խնդիրներով եւ իր դրական կողմերով, արկա է եղել նաեւ այնտեղ։ Ընկերներ, այստեղ իմիջայլոց տեղեր ունենք, ազատ կարող եք գալ նստել։ Պարսկահայկի շրջանում, եթե վերջին ժամանակների մասին խոսենք, ապրում են հայեր, ասորիներ, քրդեր են ապրում, պարսիկներ են ապրում եւ այլն։ Եվ այստեղ մենք ունենք մի յուրահատկություն, խոսքես վերջի ժամանակների մասին է, պարսկական, իրանական, հայկական գաղութները շատ պինդ են մնացել հարյուրավոր տարիներ։ Հիմնական մեծ հոսքը Պարսկաստան եղել է բռնի կերպով Շահ Աբբասի կողմից 1604 թվականին, այդ մեծ գաղթը, որ կազմակերպել էր, կես միլիոնից ավել հայեր են տեղափոխվել եւ տարել են հիմնականում, ասենց ասած, երևանցիներին։ Արարատյան դաշտից են տարել, այսինքն Արարատյան դաշտը, քանի որ հեշտ է եղել մարդկանց տներից հանել եւ շատ ավելի դժվար էր Սյունիքը հայաթափել եւ տանել Պարսկաստան, քան Արարատյան դաշտավայրը, Արարատյան ամբողջ դաշտավայրը տեղափոխվել է եւ բնակվել է Պարսկաստանում։ Եվ կրոնական տարբերություններից ելնելով հայկական համայնքները այնտեղ շատ պինդ են մնացել եւ քանի որ թվով էլ շատ քիչ են եղել, իրանցիները հայերին շատ վատ չեն վերաբերվել, երբեմն լավ են վերաբերվել, երբեմն շատ լավ են վերաբերվել, այսինքն վատ վերաբերմունք չենք ունեցել, քանի որ նաև հայերը, ովքեր հենց ի սկզբանե Շահ Աբբասի ժամանակ էին տեղափոխվել, իրենք լավ առևտրականներ էին, իրենք կարողանում էին կապեր հաստատել Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ, որտեղ այնտեղ էլ արդեն ունեինք հայեր եւ կարողանում էին միջազգային առևտուր կազմակերպել, ոնց ասեմ, գլոբինգ էին անում, վայելբերիզ էին անում հայերը եւ դրա համար Պարսկաստանին շատ ձեռնտու էր հենց այդ մարդկանց տանել, որովհետեւ իրենք ունեին ցանցային մտածողություն, իրենք կարողանում էին կապեր հաստատել եւ իրենք Պարսկաստանին ու մետաքսի առևտուրը կարողանում էին տանել ուշահին Պարսից թագավորին մեծ եկամուտներ ապահովել։ Հետագայում էլ ունեցել ենք շատ երևելի հայեր Պարսկաստանի պատմության մեջ, ինչպես Եփրեմ խանը, ով Պարսկաստանի անկախության համար էր կռվում եւ ոնց որ հայերին լավ աչքով էին նայում եւ թողնում էին, որ որպես էթնիկ փոքրամասնություն իրենք ապրեն եւ ստեղծագործեն իրենց ներքին համայնքային կյանքով։
Սրանից զատ հայերը խառն ամուսնություններ չէին ունենում մուհամեդականների հետ իսլամական աշխարհում, ի տարբերություն մեր արևմտյան գաղութների, Ամերիկայի, Ֆրանսիայի կամ ասենք հյուսիսային ռուսական գաղութների, որտեղ թերևս երբեմն բարեբախտություն էին համարում օտարերկրացու հետ ամուսնանալը եւ Պարսկաստանում, Սիրիայում, Լիբանանում այդպես չէր։ Մուհամեդականների հետ շատ ավելի քիչ էին խառն ամուսնությունները եւ գաղութը, համայնքը պահպանվում էր իր նույն համակարգով, նույն ստրուկտուրայով։ Այսինքն ունենում էին դպրոցներ, ունենում են եկեղեցիներ, ունենում են իրենց մշակութային կենտրոնները եւ մի քանի տարի առաջ որ այնտեղ այցելել էինք, իրենց ներքին մշակութային կենտրոններում հայերը գլխաշորեր չեն կրում, այսինքն իրենց ներքին դաշտում իրենք ապրում են իրենց ներքին օրենքներով։ Այստեղ պարսկահայեր կան, եթե սուտ սխալ բաներ ասեմ, հետո շատ սխալ բան եթե ասեմ, անմիջապես ասեք։ Ինչ? Եվ ուրմեցի։ Հա, ուրմեցի։ Հա։ Հիմա հայերը եւ ասորիների հարաբերությունները լրիվ այլ էին։ Քանի որ իրենք երկուսն էլ քրիստոնյա ժողովուրդներ էին, իրենք շատ դեպքերում իրար օգնում էին։ Պատմական շատ վկայություններ ունենք, որ ասորիները հայերին են օգնել ցեղասպանության ժամանակ, հայերը ասորիներին են օգնել եւ ունենք նաեւ Անդրանիկ Զորավարի հայտնի արշավանքը դեպի Ուրմիայի շրջան, դա 18 թվականին էր, երբ կառավարությունը արդեն Անդրանիկին մերժում էր եւ թուրքերի հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ պետք է հայկական զորաբանակը լուծարվի, այդ թվում Անդրանիկի կորպուսը պետք է լուծարվի, բայց Անդրանիկը չի ենթարկվեց, ասաց, որ ես արևմտահայ եմ, իմ զինվորները արևմտահայեր են, ձեր կառավարությունը արևելահայեր են եւ ես չեմ ենթարկվում ձեր հրամաններին, այս արևելահայ արևմտահայը ուղղակի պատճառաբանություն էր, որովհետեւ ներ չէր, որ Անդրանիկը չէր կռվում արևելյան Հայաստանում։ Ուղղակի կառավարությունը այդ ժամանակ շատ վատ դիրքորոշում էր ընդունել եւ համաձայնվել էր թուրքերի բոլոր պայմաններին, սա Բաթումի պայմանագրի մասին է խոսքը 1918 թվականի հունիսի 4-ին։ Եվ Անդրանիկը սրանից հետո գնում է դեպի Սյունիք, Վարդենիս եւ ուժերը հավաքելով Սյունիքով անցնում հարձակվում է թուրքական զորքերի վրա, ովքեր եկել էին կոտորելու այս Պարսկահայքի շրջանի հայերին, ասորիներին եւ Ատրպատականում ապրող հայերին եւ հետեւով շարժվել դեպի Բաքու։ Հիմա Անդրանիկը օգնում է եւ հայերին եւ ասորիներին եւ այս փոխադարձ բարեկամական վերաբերմունքների հետևանքով մշակութային նաեւ փոխազդեցություններ են լինում երբեմն դա մենակ իրենց մասին չի, ասում են օրինակ քրդերի հետ կար որոշ բարեկամ քրդական ցեղերի կար մշակութային փոխազդեցություններ եւ սասունցիների բարերի մեջ քրդերը երբեմն սովորում էին սասունցիներից բարեր Սրբույր Լիսիցյանը վկայում է, որ հայկական հարսանիքներին երբ որ գալիս էին քրդերը նայելու իրենք ուղակի մասնակից էին, այսինքն տղա աղջիկ իրար չէին տալիս, բայց երբ որ տեսնում էին հայրս ոնց են պարում, հրավիրում էին երաժիշտներին, զուռնաչիներին, որ իրենց մոտ պարեն, սովորեցնեն իրենց նաև պարել։ Այսպիսի վկայություն ունենք եւ հիմա այս շրջանում որ պարում էին իշխանած պարը, այնտեղ իրենք կոչում են շեյխանի կամ շեյխանա։ Շեյխը ոնց որ իրենց մոտ ասորիների մոտ ասեմ հա ասորիներն են պարում այս պարը, շեյխան է պարը։ Հիմա մենք կնայենք մի պար, որը 1980-ական թվականներին մի ուրմիացի պարի խումբ ներկայացրել է
ոնց որ սրանից հետո այս Ուրմիայից բերված պարը սկսում է նաև մեր տեղի պարի խմբերի մոտ ժամանակակից դառնալ, մոդա դառնալ եւ 2000-ական թվականներից արդեն երբ որ Կարին խումբն էր պարում, մենք ունենք այստեղ պարերի անվանումների թարգմանություններ։ Օրինակ Շեյխանե պարը Գագիկ Գինոսյանի կողմից թարգմանվել է իշխանած պար։ Պարսկահայքի Ուրմիայի շրջանի մեկ այլ պար Ռոստամ Բազին թարգմանվել է քաջած խաղ։ Եվ սա ուղղակի անվանումը ոնց որ հայաֆիկացնելու մի տենդենց էր, մոդել էր, գիտական առումով եթե նայենք, պետք է ամրագրել, որ պարը կրողներից գրառվել է ինքը Շեյխանա անվանումով, դերևս Սրբույն Լիսիցյանի մոտ էլ կա գրառված այդ պարը, գրառված նաև պարեղանակը նոտաներով եւ պարերի անունների թարգմանությունը զուտ հայկականություն ապահովելու համար է։ Պատկերացրեք ինչ որ մեկի ազգանունը, որ Գյուլ Բուդաղյան է, որոշում է թարգմանել հայկական ինչ որ ազգանուն դնել, կամ Աչիկ Գյոզյանը, կամ Գյոզալ Դաղյանը, սրանք սա թուրքական անուններ են, կամ պարսկական անուններ են, իմ գյուղի անունը երկար ժամանակ եղել է Թապադոլլակ, հա, այդպես է կոչվել Թապադոլլակ, ինքը քրդերեն բանն, թափա նշանակում էր գլուխ, դոլակը, կամ ասում էին ոչխարներ մակաղելու տեղին, ու սենց անուններ էին դնում, որովհետև տվյալ ժամանակում ազդեցություն ունեցող լեզուները հայերենը չէին։ Ինչպես այսօր որոշ շրջաններում, երբ որ նույն բառը անգլերեն են ասում, ինքը ավելի շատ կարծեք թե էներգիա ունի, քան թե եթե նույնը ասես հայերեն։ Որոշ շրջաններում, որոշ մասնագիտական շրջաններում, օրինակ ասում են գնում ենք միտինգի, հանդիպման են գնում, կամ երբ որ սենց շատ բառեր կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունենք ու չնայած նույն բառի հայերեն թարգմանությունները կան, քոլի ենք, միտինգի ենք եւ այլն, բայց կարծեք թե այդ բառերը մի քիչ ավելի մեծ կշիռ ունեն, դրա համար են ասում։ Հիմի նույն տրամաբանությունը պատկերացրեք 200 տարի առաջ, 300 տարի առաջ, երբ որ տիրապետող ազգը մենեջերները, ասած ասած, պարսիկներն են լինում կամ քրդերն են լինում ու իրենց պատուհան ասած բառը ավելի մեծ զորություն ունի, քան քո ասած պատուհան բառը։ Ու տենց անունները որոշում էին դնել պարսկերեն, թուրքերեն, երբեմն նաև միտումնավոր էին անում, որովհետեւ չար աչքից հեռու պահեն։ Այսինքն թշնամու համար ինչքան ծանոթ միջավայր լինի, այնքան ինքը զերծ կմնա ոնց որ քո հանդեպ ինչ որ բաց բան կիրառելուց։ Եվ երբեմն նույնիսկ եկեղեցիների վրա պատկերները նեղ աչք էին անում։ Հա, նորավանքում կա, սա ոնց որ այս մողոլական թյուրքական այս տիրապետության շրջանում, որ գան քանդելու տեսնեն իրենց նման ինչ-որ պատկեր, ասեն լավ, այս մեկը թող մնա։ Ինքնապաշտպանական բնազդի նման մի բան էր։ Հիմա մի հատ նայենք այս պարը առաջի անգամ։ Ձայնն ու շարժումները մի փոքր հետո առաջ են։
պարային ֆոլկլորիկ վիճակները սովետական միության ժամանակ իր կյանքը վտանգելու գնով սկսել է առաջ մղել Հայրիկ Մուրադյանը։ Ինքը շատ կարևոր մշակութային անձ է մեր մշակութային կյանքում, մեր ազգի համար, եւ ինքը սկսել է երկեր հավաքել, ինքը սկսել է պարեր հավաքել, ստեղծել է Վան խումբը, հետո ստեղծել են Ակունք խումբը, Հայրիկ Մուրադյանը եւ Մարո Մուրադյանը ղեկավարել են այս մշակութային արշավը։ Ունեցել են նաեւ Այրուձի ակումբը, ովքեր ասենց մի տեսակ ոգեղեն խենթ ու խելար ընկերներով, ձիերով պատտվել են գյուղից գյուղ եւ ներկայացրել են նաեւ ստվերային թատրոն, այսօր էլ կա դեռևս գործող, կոչվում է Այրոկի, եւ պարել են, ժողովրդին սովորեցրել են ու ստեղծել են այս մշակութային նոր միջավայրը, որովհետեւ սովետական միությունում արգելված էր եւ նաեւ Հայրիկ Մուրադյանի ձայնն էր, որ առաջին անգամ հանրային ռադիոյում ձայնագրվում էր եւ արխիվացվել է հանրային ռադիոյում արխիվացված ունենք այդ նյութերը եւ այս պարը որ տեսանք ինքը պոլիտեխնիկում անցկացվող ամենամյա ազգային ավանդական պարերի փառատոնների շարքից մեկն էր։ Ամեն տարի հավաքվում էին, ով որտեղից գալիս էր, ինչ ազգային խումբ կար, այդպես պարում էին, ներկայացնում էին իրենց պարերը։ Պարբաշին, պարագլուխը Սևակ Պետրոսյանն էր, ինքը ուրմեցի էր, կարծեմ այնտեղից էր տեղափոխվել այստեղ, ու իշխանած պարը ոնց որ ընդեղից ենք բերել, նաև ուրիշ մարդկանցից են սովորել իշխանած պարը, ոնց որ վերագրարել, որ անընդհատ տեսել են, ելով գիտի այդ պարը, միգուցե դուք էլ գիտեք, հեսա կտեսնենք ինչ տարբերություններ կա մեր եւ ձեր պարածի մեջ, բայց Հայաստանում ինքը քիչ-քիչ ստացել է այլ բովանդակություն եւ երիտասարդությունը սկսել է շատ սիրել իշխանած պարը։ Ես ինքս իմ հարսանիքի մուտքի պարը իշխանած պարով եմ մտածել եմ, որ հարսանիքի օրը իշխանը եւ իշխանուհին, թագավորն ու թագուհին, ոնց որ եկեղեցին այդ օրը անում է, պետք է ոչ թե վալսով մտնենք, այլ պետք է մտնենք մենք մեր իշխանական պարով։ Ու ոնց որ քիչ-քիչ փորձում ենք դա ունենց անել, որ մեր ընկերները, մեր երիտասարդները նախընտրեն իշխանած պարը վալսին ու իրենց հարսանիքների, իրենց արարողությունների ժամանակ ոնց որ ինքը ասենց մի հատ բարձր խորհուրդ է ստանում, շատ ենք պարում իրան, ու ինքը մեզ անընդհատ հիշեցնում է, որ մեր իշխանությունները, մեր թագավորությունները մենք պետք է պինդ պահենք, ինչքան հեռանում ենք, ինչքան անջատ իշխանություններ են ստեղծվում, մենք դրանք կորցնում ենք։ Ոնց որ փորձում ենք յուրաքանչյուրս մեր մեջ նոր ուժ եւ ոգի ներշնչել, որպեսզի կարողանանք պահպանել մեր պետությունը, մեր պետականությունը եւ մեր մշակութային հոգեկերտվածքը, մեր տեսակը։ Սա էլ Շեյխանեի անն են, նոտաներն են, պարեղանակի, ասեմ ձեզ նաև, որ պարեղանակները կարող են տարբերվել իրարից, որովհետև երաժիշտները կարող են մի փոքր տարբեր նվագել, երբեմն նաև որոշակի ազդեցությունների տակ լինեն, օրինակ համշենական պարեր կան, որտեղի պարեղանակները իրենք նվագում են քամանիով, նվագում են ջութակով եւ այլն, պարկապզուկով, մեզ մոտ այդ պարեղանակները, որ ձայնագրում ենք, լինում է զուռնայով, լինում է կոպալով, ու ինքը ոնց ասեմ, եթե դրան անվանենք, որ ինքը տեղական հայկականացումն է, ուրեմն համշենական պարերը, երբ որ գալիս են այստեղ, մի փոքր տեղայնացվում են։
այսինքն Երևանյան հայկականն են դառնում, Գյումրի հայկականն են դառնում, էլի, այսինքն հայկական լեռնաշխարհում ոնց է, տենց են դառնում։ Հիմի նույն իշխանած պարը, այնտեղ որ պարում են, ռիթմը շատ ավելի արագ է եւ այս կողք գնացող շարժումների մեջ ունեն նաեւ շորորացող շարժումներ։ Մենք դրանք այս նոր սովորածներով դա չենք անում, սովորաբար ավելի ծանր ենք պարում։ Եվ այսպիսի մանր առանձնահատկություններ առաջանում են եւ ասեմ ձեզ, որ սա չի վերաբերում, որ բոլոր Հայաստանի խմբերը նույն ձև են պարում։ Որոշ խմբեր եւ որոշ շրջաններ իրարից տարբեր են պարում եւ նույնիսկ հմուտ աչքը կարող է տարբերել նաեւ պարուսույցի ձեռագիրը։ Այսինքն տարածաշրջան, այստեղի խմբեր, այստեղի բաներ, գումարած երաժիշտների տարբերությունը եւ գումարած պարուսույցի ձեռագիրը ինքը տալիս է տարբերությունների շարք, բայց ինքը հենց ժողովրդական մշակույթն է, որը երբեք չափված քառակուսիների մեջ չի լինում, ինքը երբեք 45 աշճան ոտք չի լինում, որ դու պահես այդպես, ինքը միշտ զարգանում է, ինքը միշտ փոփոխվում է, ինքը քո կենսաբանական կառուցվածքն է ստանում, ինքը քո հոգեվիճակն է ստանում, ինքը ի վերջո, երբ որ դու շատ պարես, ինքը դառնում է դու։ Այսինքն յուրաքանչյուր մարդը իր տեսակի պարն է ունենում ի վերջո, որովհետև իր հոգին է դնում պարի մեջ։ Կոմիտաս վարդապետը ասում էր, թեև մենք պարելուց մեր շարժումներն ենք անում, բայց ակամա մատնում ենք մեր ներքին աշխարհը։ Ինչպիսին որ քո ներքին աշխարհն է, քո շարժումները դրանք ցույց են տալիս։ Դու վախեցած մարդ ես, մեծամիտ մարդ ես, համեստ մարդ ես, կռիվ անել ես սիրում, ցուցադրվել ես սիրում, թիթիզ ես, քո շարժումների, քո պարի միջոցով դա զգացվում է։ Այսինքն նույն իշխանած պարն որ դուք պարեք, յուրաքանչյուրը ի վերջո իր եսն է դնում, իր եսն է խառնում ընդհանուր մենքին։ Այսքանը պարի մասին, եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես լսել եմ, որ իշխանած պարը վարի Չէ, ինքը Պարսկահայքի շրջանի պար է։ Այնտեղի ասորիներն ու հայերն են պարում, միգուցե ինչ-որ էթնիկ խումբ գյուղ գնացել է տեղից տեղ, հետները տարել են նաև հանում են պարել, բայց առհասարակ չէ։ Մեզ հայտնի է, որ ինքը Պարսկահայքի շրջանից է։ Միայն Ուրմիա, Սալմաստում չեն պարում։ Չէ։ Մենք Պարսկահայք ենք։ Սալմաստիներ պար չգիտեն։ Չէ, Մենակ ուրմեցիների նման չգիտեն։ Սա միայն ուրմեցիները։ Եվ քանի Ռուստամբազի, Մամուի, շատ։ Շատ պարեր, դուք էլ շատ պարեր կիմանաք։ Մենք վերջում միասին, եթե թույլ տաք կզրուցենք մի փոքր։ Համեցեք։ Ես լսել եմ, որ շրջանում իշխանած բարը սովորական մարդկանց չգիտեմ, ճիշտ կլինի խավացված է, բայց լսել եմ, որ հենց բարձր խավի իշխաններն են բարեն այդ բարը, այլ ինքնաբար սովորական յուղի մարդիկ ճիշտ է։ Տեսեք, գյուղական միջավայրում մենակ իշխաններ չեն լինում, այսինքն գյուղական միջավայրի իշխանները դա գյուղի էլիտան պետք է լինի, այսինքն խանութի տերը, գյուղապետը, գյուղվեն, դպրոցի տնօրենը, մի քանի հոգի սենց երևելիներ, իրենք շեյխանե ասում էին այն իմաստով, որ սա իրենց շեյխերի առաջնորդությամբ ու բանով է պարվում, այս երևույթը նաև մեզ մոտ է եղել, այս 80-ականների շրջաններում հարսանիքների ժամանակ երբեմն տղամարդը վճարում էր, որ իր կինը պարի։ Այսինքն երաժիշտները երբ որ նվագում էին հարսանիքներին, երաժիշտների հետ գումար չէին խոսում, ասենց ասած, այլ երաժիշտները նվագում էին շաբաշով էր։
Այսինքն տղամարդը վեր էր կանում, ցուցադրական գնում էր վճարում էր երաժիշտներին, իր կնոջ հետ սկսում էր պարել։ Ինչ որ sense բաներ կար էլի, որ ինչքան շատ էր վճարում, այնքան ոնց որ իր պատիվը, իր կնոջ պատիվը բարձր էր։ Եվ մենք ունենք պարերի հստակ դասակարգում, որ պարեր կար միայն էլիտան էր պարում, պարեր կար միայն հոգևոր դասն էր պարում, օրինակ Էջմիածնի մասին ունենք նման վկայություններ, որ միայն քրմերն էին պարում, բայց ժամանակի ընթացքում, քանի որ քրմերը վերանում են եւ այդ համակարգը ստրուկտուրան քանդվում է, իրանից մենակ անունն է մնում, ձևն է մնում։ Եվ Էջմիածինը, որ այսօր պարում ենք, ինքը նույն բովանդակությամբ չի պարվում եւ երբեմն իրան նաեւ ռազմական բարի ոգի են տալիս։ Այսինքն բարես hold for բարձր գոռում են եւ այլն, իր հոգեբանությունը մի փոքր փոխվում է, բայց ժամանակին մենք այո ունեցել ենք հստակ տարանջատում աշխատանքային պարերի, կանացի պարերի, ռազմական պարերի, որոնք պարում էին միայն օծված տղամարդիկ, քրմական պարերի, իշխանած պարերի եւ այլն։ Հուսով եմ պատասխանեց։ Մի քիչ sense լղոզված, բայց դուք ո՞նց էիք պարում։ Մենք այդպես չէինք պարում։ Իշխանած պարը երևելիները չէին պարում, բոլորը պարում էին։ Խի էիք ասում Շեյխան։ Պարը ասորական։ Ասորական պարը։ Շատ հետաքրքիր է։ Համեցեք։ Հիշեցեք մոտավորապես երբ էր թվագրվում պարը։ Այս երևույթը։ Չէ, իշխանած։ Տեսեք, առհասարակ ժողովրդական պարերին թվագրություն դժվար է տալ, որտեղ ժողովրդական պարը դա ժողովրդի ստեղծածն է, չկա հեղինակ, չկա ժամանակագրություն, որոշ ուղղակի առնչություններով դու կարող ես պարզել, որ ինքը այս ժամանակներում էր, օրինակ եթե ինքը խոյերի պաշտամունքի պար է, ուրեմն ինքը հետանոսական, նախահետանոսական շրջան է։ Եվ ասեմ ձեզ, որ նաև տեղեկությունների շատ փոփոխություններ են լինում։ Էջմիածինը, օրինակ, դու կարող ես չհանդիպես, եթե չգտնես այդ մարդուն, ումից որ գրառել ենք մենք այդ պարը, չիմանաս ինքը ժամանակին հետանոսական եղել է թե չէ։ Աստվածածնապար ունենք, որ Ախալքալակի շրջանում պարում են, ինքը ժամանակին բան է եղել, ոնց որ քրիստոնեացվել է, ինչպես շատ բաներ է, էլի, շատ տոներ, շատ երգեր, շատ բառերն են փոխվել, նշանակությունն ու բովանդակությունն է փոխվել։ Հիմա այդ առումով հնարավոր չի ասել, թե ինքը երբ է ստեղծվել կամ ով է իր այդպես։ Քանի հոգի չգիտի բառը։ Չգիտի, որ պետք է հիմա սովորենք 0-ից։ Շնորհակալ եմ։ Ես կիսատ։ Համեցեք, հիմա կանգնում ենք պարաքայլերը սովորելու, հաջորդ 20-30 րոպեի ընթացքում կսովորենք իշխանացի պարաքայլերը, կպարենք դա, հետո նաև մնացած պարերը։